Միտք եմ ասելու եղբայրներ գույդեր նորից աղոթք ենք անելու։ Հովանու ավետարան երկրորդ գլխից կարդում եմ շատ ծանոթ տեղ, որ գրված է Հովանու ավետարան երկրորդ գլուխ 13 համարից։ Եվ հրեից զատիկը մոտ էր, Հիսուս Երուսաղեմ ելավ, և տաճարի մեջ գտավ արջար, ոչխար, աղավնի ծախողներ, ստակ փոխողներ ար, որոնք նստել էին, որտեղ էին այս բոլորը, որտեղ տեսավ, տաճարի մեջ տեսավ, ու չվանե խարազան մշինելով ամենը տաճարեն դուրս հանեց, ոչխարներն ան, արջարներն ան, ստակ փոխողներուն պղինձները, ցիրուցաները, սեղանները կործանեց և աղավնի ծախողներուն ասավ, ասկե վերցուցեք ասոնք, իմ հորս տունը առուտուրի տուն մի ինեք, և 17 համարում գրված է, և իր աշակերտները մտքերնին բերին, որ գրված է, քու տանը նախանձը զիս կերավ։ Շատ անգամ կարդացված տեղ, եղբայրներ քույրեր, բայց Տեր Հիսուսը տեսավ տաճարը, որը պետք է լիներ աղոթքի տուն, բայց ինչ էր եղել այդ տաճարը, լցվել էր օտար բաներով, ոչ վայել տաճարին բաներով, առևտուրներով և տարբեր տեսակի բաներով։ Ես քանի որ շարունակության մեջ միտք պիտի ասեմ և աղոթք անենք, այս տեղը շատ կարդացել ենք, բայց կարիք է լինում նորից մտածել, նորից խորհելու։ Տեր Հիսուս միայն երկրավոր տաճարի վրայով է նախանձավոր, եղբայրներ քույրեր, ուզում եմ միտք առնենք։ Մենք Տիրոջ համար ընդունում ենք, որ դա սուրբ գրային է, անձեռագործ տաճարներ ենք թե ոչ, եթե ձեռագործ տաճարի վրայով Տեր Հիսուսը անհանգստացավ ու մաքրեց, որովհետև այդ տան նախանձը իրան կերավ, ինչ եք մտածում, մենք լինելով անձեռագործ տաճարներ, Տերը նախանձավոր է, որ մեր ներսը մաքուր լինի թե ոչ։ Եղբայրներ քույրեր, ասում է հակառակորդը շատ զենքեր ունի կիրառելու, բայց մի հատ զենք ունի, դա կոչվում է սեպ, սեպը գիտեք ինչ ձևի բան է, փոքրիկ բան է սենց, դնում են քարերի մեջ, գերանների մեջ, խփում են, վերջում են ահռելի մեծ քարերը, գերանները, գիտեք ինչ անում, մեջտեղից կիսում է, հակառակորդը այսօր անձեռագործ տաճարի մեջ ուզում է սեպեր դնի, բայց մենք համար ենք կարդում հիմա, որ ինչքան պետք է արթուն լինենք առաջի Կորինթացիս 3-րդ գլխից կարդամ այդ համարը, 3-րդ գլխի 16 համարը, եղբայրներ քույրեր, չեք գիտեր, որ Աստծո տաճար եք դուք, ինչ ենք մենք, Աստծո ինչ եք, միակ չասենք պարքես Տեր Աստված մեզի տաճար է դարձրել, սա հրաշք է, իրական հրաշք է թե ոչ, և հորդորը, չեք գիտեր, որ Աստծո տաճար եք դուք, և Աստծո հոգին ձեր մեջ բնակած է, հիմա ուշադիր լսենք, եթե մեկը Աստծո տաճարը կապականե, Աստված զանիկա պիտի ապականե, վասնզի Աստծո տաճարը սուրբ է, որ դուք եք, Աստված մեզի տաճար է դարձրել, խորան է դարձրել և մեր մեջ բնակվել է։ Եղբայրներ քույրեր, գիտեք գետը, որ հոսում է, բոլոր անկենդան բաներ իրար հետ տանում է, իրար հոսքի հետ տանում է, բայց կենդանի ձկները հոսքին ինչ ձև են դողում, գիտեք, հակառակ։ Այսօր աշխարհը եթե գնում է խավարի, գնում է մեղքի, գնում է անիրավության, Աստծո զավակները որպես լուսո զավակներ, ինչպես պիտի ապրեն Տիրոջ առաջ։ Եվ նորից ուզում եմ կարդամ, չեք գիտեր, որ Աստծո տաճար եք դուք, և Աստծո հոգին ձեր մեջ բնակած է։ Եթե մեկ Աստծո տաճարը ապականի, Աստված էլ զանիկա պիտի ապականի, վասնզի Աստծո տաճարը սուրբ է, որ դուք եք։ Ես մտածում եմ, որ սա առիթատարի, որ մենք ավելի լրջանանք հավատքի մեջ, եղբայրներ քույրեր, անհատական է փրկությունը, անհատական է Տիրոջ առջև բերել մեր անձերը։ Ես վերջին ընթացներում իմ ներսը ձևի աղոթքի ժամանակ դրվում ասում եմ Տեր, եղած վիճակովս չբավարարվեմ, լավ աղոթքա թե չէ եղբայրներ քույրեր, ով որ եղած վիճակով բավարարվում է, նա լավ հոգևոր վիճակի մեջ է, ոչ, ավետարանը ասում է, եթե մտածում ես, որ հաստատուն կանգնած ես, զգուշ եղի, որ ինչ չլինես, որ հանկարծ չընկնես։ Ես միշտ մտածում եմ, ասում Հակոբ, հերիք էր էլի, վերցրեցիր Եսավից անդրանեկությունը, վերցրեցիր հորից առաջնեկությունը, օգնությունը հոր, այդքանը բավարար չէր,
Հիմա էլ բռնելը ինչ արել, հրեշտակին բռնել, ասում եմ մինչև ինձ ինչ որ տեսքեզի բար չեմ թողնի, եղբայրներ քույրեր, մենք Աստծո ճանապարհի մեջ ենք, եւ գնալով մենք պետք է աճենք թե ոչ։ Երեխային, որ սովորական ընդունում ենք առաջի դասարան, մյուս տարի հույս ունենք, որ պետք է ինչ անի, այդ երեխան մնա նույն դասարանում, ոչ, փոխարինվի։ Երեխան, որ ծնվում է, ունի քաշ, ունի բոյ, բայց մյուս ամիս, որ տանում ենք, մենք հույս ունենք, չէ, որ այդ երեխան ինչ պետք է անի, բոլորը աճման հետ է կապված։ Եթե ես եւ դու հավատքի ճանապարհի մեջ չաճենք, մեր տաճարը ամենօրյա մաքրության չենթարկվի, Տիրոջ խոսքերի ներքո, Տիրոջ Սուրբ Հոգու ներքո, ինչով կլեցվի այդ տաճարը, դուք հիշեք, ինչով, ապականությունով կլեցվի, աշխարհի բաներով կլեցվի, ումից են գնալ, եղբայրներ քույրեր, միշտ ասում եմ, այ մարդ փոքր մարդ չէ, չեմ մեղադրում, բայց Դեմասին հիշում ենք, Դեմասը, ում հետ էր շրջում, առաքյալների հետ, բայց մի հատ տեղ եկավ, ոչ թե գրեց Դեմասը հավատքով զորացավ, այլ գրեց Դեմասը ինչ արեց, հիշում եք այդ տեղը, աշխարհը սիրեց, Աստված ջան, ուրեմն ձևի բան կա, հոգևոր մարդու կյանքում ալեկոծություն կա, փոթորիկներ կա, բայց հաստատում կանգնելա պետք թե ոչ, եղբայրներ քույրեր, նույն Կորինթացիս 6-րդ գլխի մեջ տեսնենք ինչ ա հորդորը, նույն ուղղությամբ ա թե չէ, 19 խոսք, 6-19 նորից առաջի Կորինթացիս, չեք գիտեր, հարցնում ա, չեք գիտեր, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգիին, որ ձեր մեջ է, զորաստուծմե ունեք, ու դուք ձեր անձի Տերը չեք, շարունակությունը, քանզի գնով ծախու առնվեցաք, ուստի փառավորեցեք զաստված ձեր մարմիններու ու հոգիներու մեջ, որոնք Աստծունն են։ Տեսակ ինչ ասեց, եղբայրներ քույրեր, չգիտեք ասում ա, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգուն, որ մեր մեջ բնակված է։ Ես մտածում եմ, որ գիտեք, Պողոս առաքյալի կյանքում այդ ձևի դիպված եղավ, եւ ինքը անկեղծ բան խոստովանեց։ Ասեց, քանի որ ես տղա էի այն ժամանակ, տղայի պես քայլում էի, տղայի պես համարում ունեի, բայց ասում եմ, երբ որ, չի ասում, տղա էլ մնացի, ասում եմ, երբ որ հավատքի մեջ ինչ դարձա, կարող ա հուշեք, այր դարձա, այր, տղայության բաները չի գրված, մի կողմ դրեցի, մի կողմ հաթաթեցի, մի կողմ պահեցի, ասում եմ, տղայության բաները մեկդի գցեցի, այսինքն այլևս նա պետք չէ, եղբայրներ քույրեր, այսօր զորանալու ժամանակն է, անցնում է 10 տարին, 20 տարին, բայց դեռ վիճակներ, դե բնական է, մենք մարդ ենք, ունենք թերի պակաս, բայց բաներ կա, որի վրայով Սուրբ Հոգու տաճարը պետք է հաղթություն ունենա, դուք եք տենց մտածում, թե ոչ, եղբայրներ քույրեր, անցնում է տասնյակ տարիներ, 20 տարի, նորից էլի, եղբայր ջան, էս ինչ արեցի, եղբայր ջան, ընկա այս ինչի մեջ, եղբայր ջան, այս վիճակը եղավ, բայց չէ, որ Աստված մեզ կանչել է, որ ունենան հաղթական կյանք, այդպես է թե չէ։ Երեխաներ կան, որ տարիքը մեծանում է, երկրավոր տարիքը մեծանում է, բայց մնում են, մի քիչ այտենց իրանք ոնց որ թե բան են մնում, չէ։ Հա, բայց Աստված ուզում է, որ մենք լինենք լեցված, լինենք առույգ, դուք եք տենց մտածում, որ ուզում Աստված այդ ձև տեսնի, ոչ թե խոսքեր եմ ասում ոգևորության, այլ դա քրիստոնյայի կյանքում պետք է զուգահեռ գնա, եղբայրներ քույրեր, երկրորդ Կորինթացիս 6-րդ գլուխ նորից լրացնող համար է, ես տենց օտար համարներ չեմ կարդում, մեկ մտքի վրայով է, հիմա տեսեք, երկրորդ Կորինթացիս 6-րդ գլուխ 14 համար ինչ ասում, անհավատներուն հետ, լսում եք, օտարախառը լրծակից մի եղեք, լավ խրատա թե չէ, հիմա շարունակում է, քանզի ինչ մասնակցություն ունի, արդարությունը անօրենության հետ, ինչ հաղորդակցություն ունի, լույսը խավարի հետ, լուսովորդիներ ովքեր է, լուսովորդիներ ովքեր է, բայց խավարի որդիներ է կա, շարունակությունը, ինչ միաբանություն ունի Քրիստոս Բելիարի հետ, ինչ բաժին ունի հավատացյալը անհավատի հետ, եղբայրներ քույրեր, ոչ թե ասում է, որ ընդհանրապես շփում չունենան, այլ ինչ, տեսեք, ինչ հարմարություն ունի, չէ, մի րոպե կներեք,
ինչ բաժին ունի հավատացյալը անհավատի հետ, լսում եք, բաժինի մասին է խոսում, ոչ թե որ ուղղակի հարևանը հաղորդակցվում է եւ շարունակությունը ինչ հարմարություն ունի, այսինքն որ արդեն հարմարվել է Աստծո զավակը խավարի որդիների հետ հարմարություն, ինչ հարմարություն ունի Աստծո տաճարը կուրքերի հետ, վասնզի դուք կենթանի Աստծո տաճարն եք, մի հատ էլ ասենք փառք ես Տեր Աստված, ինչպես Աստվածը սավ թե անոնց մեջ պիտի բնակեմ, անոնց մեջ պիտի քալեմ, անոնց Աստված պիտի լամ, անոնքիցի ժողովուրդ պիտի լամ, օրհնյալ խոստումներ ա, թե չէ, հələ մի պահ տենց սրտանց ընդունեք էսի, Աստծոր համար 3 անոնց մեջ են, զատվեցեք կսե Տերը, պիղծվանի մի դպչի, ու ես ձեզ պիտի ընդունեմ, ու ես ձեզի հայր պիտի լամ, ու դուք ինձի տղաքներ ու աղջիկներ պիտի լամ, կսե ամենակալ Տերը։ Եղբայրներ քույրեր, ինչի համար է այս հորդորը դրվել իմ սրտին, որովհետև տեսել եմ, սա ինձ օգնեց հավատքի ճանապարհի մեջ զգոն լինեմ, առույգ լինեմ, առողջ լինեմ, օրեցօր զորանամ, դուք եք զգում, որ այս խոսքերը այդ ձևի բաները մարդուներսը ոնց որ մղում ա դրան, ոչ թե ոգևորում ա դրան, այլ մղում ա դրան, որ այսօր մենք տանուլ չտանք, եղբայրներ քույրեր, դա շատ կարևոր է։ Գիտեք ովքեր արթուն են, Տիրոջ հետ հաղորդակցություն ունեն, իրանք տեսնում են, որ առատության տարիների ավարտը մոտենում է։ Ես չեմ ուզում հիմա ասեմ ով ասում, ես գիտեմ, ովքեր Տիրոջ հետ հաղորդակցություն ունեն, նրանք գիշեր-ցերեկ խնդրում են Տեր սպառազինի, Տեր լեցրա, Հեսայի գալը ոչ մեկ չգիտեր, տենցա թե չէ եղբայրներու, ոչ մեկ չգիտեր, 10 էլ հելել էին, 10 էլ քնեցին, 10 էլ լապտերներ ունեին, բայց գիշերվա մի պահի ձայնը եկավ, Փեսան գալիս է, այդպես է լինելու թե չէ, Տիրոջ գալը հայտարարությունով է լինելու, ոչ, ասում եմ ինչի պես է գալու, հուշեք, գողի պես, գիշերվա գողի, ոչ մեկ չգիտի, այսօր եթե այս արիթը, որտեղ ինձ հորդորում է զատվել խավարից, լեցվել հոգով, չափականվի իմ տաճարը, Տեր Հիսուս մտավ տաճարը մաքրեց, իմ տաճարը աղոթքի տուն պիտի կոչվի, ինչ եք մտածում, Տերը նախանձավոր է մեր վրայով, հիմա եթե Տերը նախանձավոր է, ես և դու նախանձավոր լինենք թե չէ, եղբայրներ քույրեր, զուգահեռ մի հատ համար կարդամ, և պատրաստում ենք հեսա աղոթքով գանք Տիրոջ առաջ, նույն մտքի վրայով արդեն Պետրոս Առաքյալն է հորդորում նույն մտքի վրայով, որ մենք տաճար ենք, Տիրոջ հոգին մեր ներսում է։ Առաջի Պետրոս 2-րդ գլխի 5 համարից կարդում եմ, խրատը խավի, տեսեք, այս բոլոր հորդորներից հետո հիմա խրատը լսենք, դուք ալ, սա մեզ ասում, դուք ալ, կենթանի քարերու պես շինվեք հոգևոր տաճարը։ Տեսակ ինչ ասեց եղբայրներ քույրեր, նորից կարդամ, Պետրոս Առաքյալն ասում, դուք ալ կենթանի քարերու պես շինվեք հոգևոր տաճարը, սուր քահանայությունը, Հիսուս Քրիստոսի ձեռքով Աստծո հաճելի հոգևոր պատարակներ մատուցանելու, որովհետև գրքի մեջ ալկա թե ահա Սիոնի մեջ ընտիր պատվական անկյունի վեմը կդնեմ, և ով որ անոր հավատա, բնավ պիտի չամչնա, ով այդ կենթանի վեմը, դա Հիսուս Քրիստոսն է, ուրեմն կրթնել է պետք Տեր Հիսուսին, վստահել է պետք Տեր Հիսուսին, ապավինել է պետք Տեր Հիսուսին, և ես ասում եմ մտերմանալ է պետք օրեցօր Տեր Հիսուսի հետ, եղբայրներ քույրեր, մեր եղած վիճակով չբավարարվենք, մեր աղոթքները ուղղությամբ շատացնենք, զտիր ինձի Տեր, համարներ կա այդ ձևի, Մաղաքիայում մյուս տեղերը, զտի ինձի, ասում է 7 անգամ զտված արծաթի, հողի, բովքի միջով անցած արծաթի պես պետք է անեմ քեզի, դուք պատկերացնում եք, դա գիտեք որ արծաթն է, որ արդեն ինքը հայլիի նման է դարձել, 7 անգամ հողի բովի միջով զտել է Աստված նրան, այսօր կարիք ունենք զտվելու, եղբայրներ քույրեր, հələ մի հատ բան հարցնեմ 1000 անգամ ներողություն, ով է գոհ իր հոգևոր կյանքի ձեռ բարձրացնի, ապրեք Տեր օրհնի ձեզ, բայց չբավարարվեք, Տեր օրհնի, լավ չլսեցիք, նորից եմ հարցը տալի, ով է գոհ իր հոգևոր ապրած կյանքից ձեռ բարձրացնի,
Վախի չբարձրացրի, որտեղ լավ չլսեցիք սկզբից, բայց մենք միշտ կարիք ունենք աճելու Տիրոջ մեջ, հաստատվելու Տիրոջ մեջ, օրեցօր զորանալու Տիրոջ մեջ, ինչի, որովհետև ես եւ դու տաճար ենք Սուրբ Հոգու համար եւ Աստծո Հոգին մեր մեջ բնակված է։ Աղոթքով գանք Տիրոջ առաջ։ Շնորհակալ ենք